Եվ ասվում է, որ դա հատուկ է արված եկեղեցու հետ կապած այս իշխանության արշավի շրջանակում։ Արդյոք հնարավոր չէր, որովհետև կա տեսակետ, որ դա ազգային ինստիտուտի պահպանության հարց է նաև լուծում։ Չկար տարբերակ, որ պահպանվեր, պետությունը պահպաներ շողակաթ հեռուստաընկերության եթերը։ Ես իհարկե չեմ կարող ասել, թե դուք ինչ նկատի ունեք նման հարցադրում բարձրացնելով, որովհետև երբ նախագիծը քննարկվում էր ազգային ժողովում, ես հստակ ասել եմ թե մեր գերատեսչության եւ թե կառավարության մոտեցումը, որ շողակաթը պետք է շարունակի հեռարձակվել, մասնակցելով նոր մրցույթի հանրային մուլտիպլեքսում հեռարձակվելու, ինչպես նաև ցանցային օպերատորներով հեռարձակվի, այսինքն նախագծի հեղինակների հետ մեր քննարկումները մեզ մոտ նաև հստակ այդ տպավորությունն են թողել, որ ոչ թե քննարկվում է հեռուստաալիքի հեռարձակման չհեռարձակման, այլ ավելի շատ հեղինակները բարձրացնում էին պետական ֆինանսավորման հարցը։ Այսինքն պետք է սլոթը կրկին մրցույթի դրվի եւ մենք նաև այդ համոզմունքը ունենք, որ շողակաթը մասնակցելու է մրցույթին եւ զբաղեցնելու այդ սլոթը եւ շարունակելու է հեռարձակվել թե հանրային մուլտիպլեքսի տարածքում եւ թե ցանցային օպերատորներ։ Հատուկ որևէ քայլ չի արվում շողակաթի դեմ։ Ես Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կարող եմ նման հայտարարություն անել, որ շողակաթի հեռարձակման դադարեցման հարց չի եղել եւ ապրիորի եւ իբնը չի կարող լինել մեր կառավարության գործունեության առանցքում որևէ հեռուստաալիքի իր համար հարմար բովանդակությամբ կամ անհարմար անկախ դրա բովանդակությունից, հեռուստահաղորդումների կոնտենտից կառավարությունը բարձր է գնահատում խոսքի ազատություն եւ դրա ցցուն ապացույցն այն է, որ թե հանրային մուլտիպլեքսում ՑՊԱՀ-ս գործում են այնպիսի հեռուստաալիքներ, որոնք համաձայն եք անհամեմատ ավելի ծանր եւ անհամեմատ ավելի սաստիկ քննադատություններով են հանդես գալիս կառավարության իշխող ուժի գործունեության հասցեին, ինչպես նաեւ ցանցային օպերատորներով եւս շարունակում են տասնյակ հեռուստաալիքներ լինել, որոնց բովանդակությունը կարող է բավականաչափ այսպես ոչ այնքան հաճելի լինել, հնչել կառավարության համար, սակայն չի եղել եւ ես կարող եմ անել այդ պնդումը, որ չի էլ լինելու ապագայում որևէ քննարկում օրակարգային հարց այս կամ այն հեռուստաալիքից ազատվելու։ Այսինքն մեր մոտեցումը, երբ նախագիծը շրջանառվել է եւ քննարկումները նաեւ կառավարության ներսում եղել են ըստ էության ֆինանսավորման մոդելին վերաբերող եւ ոչ թե որևէ հեռուստաալիք փակել կամ չփակելու։ Ես ԱԺ-ամբիոնից մեկ անգամ հայտարարել եմ, այս օգտվելով առիթից եւս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել, որ այն արժեք համակարգը, որին մենք հետևում ենք եւ կրում ենք, եւ այն սկզբունքները, որոնց մենք կարճած ենք, բնականաբար անգամ հնարավորություն չի տալիս դիտարկելու, որ մեր կառավարման օրոք որևէ անգամ ընդդիմադիր ամենասաստիկ բովանդակությամբ հեռուստաբովանդակությամբ հեռուստաալիքի փակելու հարց քննարկվի։ Պարոն Հայրապետյան, այնուհանդերձ չնայած հանձնաժողովի բացասական եզրակացությանը, իշխանությունները ամեն դեպքում առաջ տարան այդ նախագիծը, ինչու հանձնաժողովի մասնագիտական կառույցի դիրքորոշման հետ հաշվի չնստեցին կառավարությունը։ Առաջին անգամ եմ լսում նման բան։ Այսինքն հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել։ Առաջին անգամ եմ լսում նման բան։ Նախ ուզում եմ արտաբերեք հանձնաժողովի անունը։ Որ հանձնաժողովը։ Հեռուստատեսություն։ Եվ ռադիոյի, չէ։ Եթե դուք նկատի ունեք եւ շփոթել եք հանձնաժողովը հանրային հեռարձակողի խորհրդի հետ, որովհետեւ հանրային հեռարձակողի խորհուրդն էր վերապահումներ ներկայացրել մասնավորապես մշակութային, հոգեվոր մշակութային եւ կրթական բովանդակությամբ ուրեմն հեռուստահաղորդումներով ապահովելու հեռուստաեթերում հանրային մուլտիպլեքսում, դրա լուծումը միանշանակ գտնված է, դրա համար կառավարությունը միլիոնավոր դրամների հատկացում է նախատեսում 26 թվականից հենց հատուկ ուրեմն հանրօգուտ կոնտենտով ժամանակահատվածը եթերում ավելացնելու այս պարագայում արդեն բոլոր այն ալիքները, որոնք պատրաստ կլինեն դիմել եւ ստանալ դրամաշնոր հանրօգուտ կոնտենտի համար, անկախ ցանկացած հեռուստաալիք լինի
պատկանի ընդդիմադիր որևէ քաղաքական ուժի թե ոչ, կախված բացառապես տվյալ հեռուստա ծրագրի հեռուստահաղորդման բովանդակությունից դրանք կլինեն մանկական ուրեմն ֆիլմերի թարգմանություններ կամ նոր սերիալների, բայց հոգևոր մշակութային կամ կրթական բնույթի կամ մարզական բնույթի որևէ հեռուստահաղորդումներ, ապա նոր ստեղծված հիմնադրամը կֆինանսավորի խրախուսելով հենց այն, ինչի ըստ էության հիշատակում էր, ինչը հիշատակված էր հենց հանրային հեռարձակողի խորհրդի անհանգստությունների մեջ։ Պարոն Հայրապետյան, տեսեք, շողակատի հարցը, երբ որ բերեց այսպես քննարկման օրակարգ, հիմնավորման մեջ արդյունավետության հարցն էր դրված։ Հիմա մենք ունենք եւս երկու հանրային հեռուստաալիք, լուրերինը եւ հիմնականը, եւ հիմնական ալիքի եւ լրատվական ալիքի լրատվական բլոկի հաղորդումները գրեթե իրարից ոչ մի բանով չեն տարբերում։ Շատ չնչին կարող է մեկ հաղորդում լինի, որ հիմնական առաջին ալիքով չի հեռարձակվում, մնացած բովանդակությունը նույնն է լրիվ։ Այս դեպքում ինչու էլի արդյունավետության հարց առաջ չի բերվում, եթե երկու կապուղիով էլ նույն բանն է հեռարձակվում։ Հիմնական բովանդակության առումով, եթե կհիշեք, ես ազգային ժողովում որպես հարակից զեկույցով էի հանդես գալիս եւ ես մեծավ մասամբ չեմ էլ անդրադարձել արդյունավետությանը։ Ենթադրում եմ դուք հղում եք անում հիմնական ուրեմն նախագծի հեղինակն են եւ հիմնական զեկուցողին, բայց կրկնում եմ, եթե բովանդակության հետ կապված կան հարցադրումներ, շատ կարևոր է հասկանալ ով է դրա հասցեատերը։ Դրա համար գոյություն ունի հանրային հեռարձակողի խորհուրդ եւ կարելի է այդ հարցադրումները հնչեցնել եւ ես չեմ բացառում, որ այդ հարցադրումներից հետո ինչ որ բաներ իրականում ծրագրի մեջ վերանայվեն։ Եվ եթե հայկական ալիքների հետ կապված հարցեր չկան, ռուսական ալիքներին անցնենք, ի վերջո ինչ որոշում կա, պարոն Հայրապետյան, որտեղ միշտ քննադատվում է դրանց հանրային մուլտիպլեքսում լինելը։ Ես կարող եմ ասել, որ ամիսներ առաջ այն ուրեմն մտահոգությունները, որ մենք ունեինք եւ կոմունիկացրել ենք Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ առանձին հեռուստահաղորդումների բովանդակության մասով, ընդ որում նաեւ չբացառելով, որ եթե դրանք այլևս չբացառվեն եթերից, մենք ստիպված կլինենք վերանայել ուրեմն միջկառավարական համաձայնագրի որոշ կետեր եւ նաեւ այն բանից հետո, երբ հայտնի մի հեռուստահաղորդման արգելափակումից հետո, երբ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հասցեին հնչել էին վիրավորական արտահայտություններ եւ այդ հաղորդումը արգելափակվեց, վերջին ամիսներին մենք որևէ ահազանգ չենք ստացել։ Սա հաշվի առնելով մենք այս փուլում նման հարցադրում դեռևս չենք դնում գործընկերների առաջ, որովհետև ըստ էության վերջին ամիսներին դրա առիթը պարզապես չկա, սպասելով, որ ըստ էության մենք կողմերը կկատարեն պայմանագրով իրենց ստանձնած պարտավորությունները եւ դրանից հետո արդեն կառավարությունը որոշում կկայացնի ընդհանրապես երբևէ կդիտարկի արդյոք որևէ միջազգային կամ օտար երկրի հեռուստաալիքի հեռարձակում իր սեփական հանրային մուլտիպլեքսով, թե ոչ։ Անձնական իմ կարծիքը գաղտնիք չէ, դեռևս 2020-21 թվականից, երբ դեռևս հանդիսանում էի ազգային ժողովի падգամավոր, ես նշել եմ, որ իմ կարծիքով հանրային մուլտիպլեքսով այդքան էլ նպատակահարմար չէ, որ միջազգային հեռուստաալիքներ հեռարձակվեն, այս 5 տարիների ընթացքում իմ դիրքորոշման մեջ դեռևս ոչինչ չի կատարվել։ 7 տարով էր այդ միջկառավարական պայմանագիրը, մոտ 2 տարուց 1.5 տարուց սպառվելու է։ Հնարավոր է, որ էլ չքնքվի։ Ես ըստ էության անդրադարձա դրան, միայն այդ փուլում մենք կկարողանանք ասել, սակայն եթե դուք հարցնում եք իմ անձնական դիրքորոշումը, ես արդեն իսկ հայտնեցի։ Պարոն Հայրապետյան, օգոստոսի 8-ի փաստաթղթում, երբ որ ստորագրվեց եռակողմ, նաև ձեր ոլորտի հետ կապված պայմանավորվածություններ կան։ Մենք տեսնում ենք թրիփի հետ կապված դեռ առարկայական ոչինչ չկա այս բային։ Ձեր ստորագրած համաձայնագրերի հետ կապված ինչ է արվում, օրինակ հայ-ամերիկյան ինչ քայլեր են արվում այստեղ, դուք ինչ եք ստորագրել եւ ինչ եք հիմա անում։ Գիտեք, օգոստոսի 8-ից հետո նաև թրիփի մասով փող այցելություններ են տեղի ունեցել եւ շատ առարկայական պայմանավորվածություններ են ձեռք բերվել, հետեւաբար որ առարկայական ոչինչ չկա, եկեք դա արձանագրենք, որ ձեր դիրքորոշումն է, ես այն չեմ կիսում, բայց գանք մեր ոլորտային ուրեմն փող ըմբռնման հուշագրի իմպլեմենտացիային, ես կարող եմ ասել, որ
եթե օրինակ չլիներ այդ երկկողմ հուշագիրը, Հայաստանի համար գրեթե անիրագործելի կլիներ այս փուլում դիտարկել օրինակ արհեստական բանականության տվյալային կենտրոնի կառուցման հարցը կամ առնվազն մոտ ժամկետներում, իսկ այն շատ իրատեսական է դարձել նամանավանդ հաշվի առնելով հենց քաղաքական ամենաբարձր մակարդակում ձեռք բերված տեխնոլոգիաների եւ նորարարությունների ոլորտում պայմանավորվածությունները, եւ ես հույս ունեմ, որ առաջիկայում Firebird ընկերությունը իր հայտարարությամբ ուղղակի սա կհաստատի, որովհետև միայն քաղաքական բարձր, ամենաբարձր մակարդակում ձեռք բերված ռազմավարական պայմանավորվածությունները թույլ կտան այս կամ այն երկրին հասանելիություն ունենալ աշխարհի ամենաառաջադեմ, ամենաառաջատար տեխնոլոգիաներին, այնպիսին, ինչպիսին տվյալ պարագայում հենց այդ ծրագրի շրջանակում Հայաստանը կստանա այդ հասանելիությունը, ուրեմն ամպային ծառայությունների արտահանում իրականացնել Հայաստանից աշխարհի տարբեր երկրներ եւ սա միլիոնավոր դոլարների ներդրման մասին է, ինչպես նաեւ որ գուցե կարող է ոչ առաջին հայացքից ոչ, սակայն խորությամբ հարցը քննարկելու պարագայում ավելի կարևոր լինի տեխնոլոգիաների հասանելիությունը մեր տնտեսության գիտության զարգացման համար, քան հենց բուն ներդրումների ծավալը, որովհետև սրանով չմոռանանք, որ տնտեսական խնդիրներ լուծելուց բացի, նաև այս օրինակ ծրագրերով մենք հնարավորություն ենք ստեղծում մեր երկրի համար, մեր տնտեսության համար թռիչքաձև զարգացում ապահովելու։ Արվանյակային լուսանկարներ։ Բացի այդ, նաև ուզում եմ ասել, որ օգոստոսի 8-ին մենք նաև առանձին ամերիկյան խոշոր ընկերությունների հետ կապված տարատեսակ ընթացիկ հարցեր ենք բարձրացնել, հարցեր, որոնք ամիսներ կամ տարիներ շարունակ ըստ էության մեզ համար օրակարգային են եղել, YouTube-ի մոնետիզացիայից մինչև PayPal-ի ծառայությունների հասանելիություն, Stripe-ի եւ այսպես շարունակ, եւ ես կարող եմ ասել, որ քաղաքական ամենաբարձր մակարդակով նաեւ մենք աջակցություն ունենք ԱՄՆ գործընկերների կողմից ամերիկյան խոշոր կորպորացիաների ավելի մեծ թափով մուտք ապահովելու դեպի հայաստանյան էկո միջավայր։ Այսինքն այս առումով օգոստոսի 8-ը կարող եմ նաև ասել շրջադարձային էր։ Բացի այդ, շարունակելով այս շարքը կարող եմ ասել, որ օգոստոսի 8-ից հետո նորանոր հատկապես ամերիկյան, բայց ընդհանրապես միջազգային վերազգային տեխնոլոգիական ընկերությունների շրջանում հետաքրքրվածությունը Հայաստանի իբրև տեխնոլոգիական հաբ, Հայաստանը դիտարկելու որպես նոր ուղղություն իրենց մասնաճյուղերը, նոր մասնաճյուղեր բացելու Հայաստանում մի նոր այսպես էջ է բացվել, այսինքն այս իմաստով թե խաղաղության միջավայրի ձևավորումը մեր տարածաշրջանում նոր հնարավորություն է բացում նոր ներդրումների համար եւ թե ուղիղ Հայաստանի Հանրապետություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեխնոլոգիաների ոլորտում փոխհմբռնման հուշագիրը։ Եվ պարոն Հայրապետյան, մեկ այլ հարց ձեր ոլորտից դուրս, որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ սատարում եք Նիկոլ Փաշինյանին այս կաթողիկոսի շուրջ ստեղծված թեմաներով, թե ոչ, եւ ինչու օրինակ պատարակների չեք մասնակցում։ Եթե մանրամասնեք, օրինակ ինչ նկատի ունեք կաթողիկոսի շուրջ։ Հակակաթողիկոսական ակցիան, որ կաթողիկոսը խախտել է ըստ Նիկոլ Փաշինյանի կուսակրոնության ուխտը, զավակ ունի եւ կարկալույց արված է։ Օրինակ ես ձեզ մի հարց տամ, երևի իմ հարցի մեջ կգտնեք ձեզ համար ձեզ հարկավոր պատասխանը։ Ոնց եք պատկերացնում Հայաստանի Հանրապետության կառավարության անդամ կարող է լինել մի մարդ, ով կարող է դեմ լինել։ Ոնց եք պատկերացնում։ Բնականաբար լիուլի ես կիսում եմ քաղաքական թիմի եւ քաղաքական առաջնորդի ուրեմն մոտեցումները եւ պատարակների մասնակցությունը կամ չմասնակցությունը ընդհանրապես դրա հետ որևէ առնչություն չունի։ Ես կարող եմ ասել, որ ավելի քան 3 տարի է պատարակների չեմ մասնակցում, հետևաբար խոսքը ոչ թե հովանավանքի պատարակի մասնակցել չմասնակցելու մասին է, այլ ընդհանրապես ավելի քան 3
տարի է, ինչ ես պատարակներին չեմ մասնակցում եւ ես այցելում եմ եկեղեցի, մոմնվարում աղոթում եւ հաղորդակցում եմ իմ Աստծո հետ ավելի կարճ ժամանակով, քան պատարակների ժամանակահատվածն է, իսկ թե ինչու դա անձնական հարց է, թերևս ես կխուսափեմ ձեզ հետ այն կիսվելուց։ Այսինքն ժամանակի զբաղվածության խնդիրը չի, այսինքն զբաղվածության խնդիրը չի, այսինքն զբաղվածության պատճառը։ Այ հիմա դուք ուզում եք, որ ես մանրամասնեմ, ես թերևս այդ հարցի շուրջ, թե ինչու ես 3 տարուց ավելի կոնկրետ սուտ պատարակների չեմ մասնակցում, ես դա այդ մասին մանրամասնել չեմ կարող, դա խիստ անձնական է ինձ համար, բնականաբար ես որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եւ հավատացյալ մարդ, որ պարբերաբար եւ մշտապես իր Աստծո հետ հաղորդակցվելու անհրաժեշտություն եւ կարիք ունի, այցելում եմ եկեղեցի, աղոթում եմ, բայց ոչ պատարակների ժամանակ։ Ժամանակին դեռևս ուսանող ժամանակ տարեկան մի քանի անգամ ուխտագնացություններ արել եմ իմ տնից դեպի Էջմիածին, նաեւ մասնակցել եմ պատարակներին, այս պահին դա ինձ թույլ տալ չեմ կարողանում։ Շնորհակալություն։